Բարոս ելիքով եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք հարցի պատասխանի, հարցը առաջի Կորինթացիս 11-րդ գլխում կապված է մեր հաղորդությունն ընդունել կամ մասնակից լինելու հաղորդության այդ խորհրդի հետ եւ ես ուզում եմ մի քիչ անդրադառնանք ընդհանուր առմամբ բոլոր ավանդույթներին, որոնք փոխանցվել են մեզ նոր կտակարանում, որոնք նաեւ կարող հանդիսանան նոր ուխտի նշան, ինչպես նաեւ մկրտությունը եւ հաղորդության մասնակցությունը, ամեն դեպքում այն ավանդույթը, որ Քրիստոսից փոխանցվել է մեզ։ Տեսեք, եկեղեցու ընթացքի մեջ, եկեղեցու պատմության շրջանում ավանդույթներ ձևավորվել են։ Ավանդույթներ ձևավորվում են նաև միգուցե ձևավորվեն, որովհետև մշակույթը կարա փոփոխության ենթարկվի, ամեն դեպքում կյանքի ռացիոնալ զարգացման է, բայց պետք է ուշադիր լինենք, որ ամեն մեկ ավանդույթ իր հիմքում, իր կենտրոնում ունի Աստծո ճշմարտությունը, Աստծո խոսքը։ Այսինքն ավանդույթի իրական սկզբունքը այն արտաքին ծես կամ արարողակարգն է, որը իր հիմքում, իր կենտրոնում ունի Աստծո անսխալական խոսքը։ Եթե մի ավանդույթ եկեղեցում, որը պահպանվում է, բայց կտրվել է Աստծո խոսքից, այն ճշմարտությունից, եւ այն ուղղակի վերածվել է ավանդույթի կամ արարողակարգի, այն նաեւ վտանգավոր է։ Ինչի, որովհետեւ քանի որ չկա կապ Աստծո խոսքի հետ, այդ կապը պահում է նրան ճիշտ օղակներում։ Եթե կապը կտրվել է, այդ ավանդույթը կարա ի վերջո ձեռք բերի այլ մեկտաբանություն եւ նրան տան այլ նշանակություն։ Սա ամենավտանգավորն է, որ կարելի։ Ամեն դեպքում մենք անդրադառնում ենք հաղորդությանը, որը նույնպես Քրիստոսից փոխանցված ավանդույթ է, բայց այս ավանդույթի կենտրոնում մնաց է Քրիստոսի կատարած զոհաբերությունը, նրա չարչարանքը, նրա այսինքն մեր մեղքերի քավությունը եւ մեր Աստծո հետ հաշտությունը։ Եվ Քրիստոսը սա տվեց, որպեսզի մենք սա հիշենք։ Այսինքն սա ամեն դեպքում միշտ պահում է քրիստոնյաներին, տեսեք ավանդույթը, որը մենք եկեղեցում կատարում ենք, բայց նրա հիշողությունը մեզ պահում է ճիշտ հոգեվոր վիճակի մեջ։ Այսինքն ամեն անգամ, երբ որ մենք հասկանում ենք, որ հավատացյալները շատ մեղանչում են, մենք հասկանում ենք, թե ինչի շնորհիվ է, որ մենք եկեղեցու Քրիստոսի մարմնի անդամներ ենք։ Դա Քրիստոսի կատարած զոհաբերությունն է, այսինքն այդ կոտրված մարմինը եւ թափված արյունը, որը խորհրդանիշ մենք հիշում ենք եւ ճաշակում ենք, այն ուղղակի մեզ պահում է ճիշտ օղակներում, քրիստոնեական ճիշտ հասակի մեջ։ Հիմա տեսեք, եւ Հակոբոսը, երբ որ անդրադառնում է, Հակոբոսը Քրիստոսի եղբայրը, երբ որ անդրադառնում է մեր քրիստոնեական ընթացքին, իմիջիայլոց ասեմ, որ կա քրիստոնեական ընթացքի վերաբերյալ մարդկային պատկերացումներ եւ կա քրիստոնեական ընթացքի վերաբերյալ աստվածաշնչյան կոնցեպտը։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք քրիստոնեական ընթացքը հասկանանք Աստծո խոսքով։ Օրինակ, քրիստոնեական ընդհանուր ընթացքը 3 կարևոր կետ ունի։ Այն փրկությունն է, այն սրբացումն է եւ փառք մտնելն է։ Այս 3-ով ամբողջանում է քրիստոնեական ընթացքը երկրի։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք ընդհանուր առմամբ փրկության մասին, իհարկե խոսում ենք հավատքի մասին։ Դրա համար Հակոբոսը, երբ որ անդրադառնում է իր նամակի մեջ հավատքի սկզբունքին, հավատքի սկզբունքի մեջ ինքն անդրադառնում է, որ մեր քրիստոնեական ընթացքում մենք բոլորս շատ մեղանչում ենք։ Եվ սա բնական է, երբ որ մենք հասկանում ենք, որ այո, մեր հոգիները փրկագնված են, բայց դեռ նրանք գտնվում են ապականացու մարմնի մեջ եւ նաեւ մենք դեռ տկար ենք որոշակի, այո, մեղքի գրությունից, մահվան օրենքից ազատված ենք, սակայն մենք դեռ կատարյալ չենք։ Այս կատարյալ չլինելու կոնցեպտը շատ կարեւոր է, որ այն նպաստում է, որ մենք հասկանանք, թե ինչի շնորհիվ է, որ մենք Քրիստոսի մեջ ենք, ոչ թե մեր արդարության, այլ Քրիստոսի կատարած զոհաբերության, այն արդարության, որ Քրիստոսը վերագրել է մեզ։ Հիմա եկեք անդրադառնանք Հակոբոս 3-րդ գլխին, տեսեք։ Հակոբոսը, երբ որ անդրադառնում է 3-րդ գլխում, երբ որ մի քիչ վերև եթե նայեք խոսում հավատքի մասին 26 համարում 2-րդ գլխի ասում, որովհետև ինչպես որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպես հավատքն առանց գործերի մեռած է, ցույց է տալիս, որ այստեղ ոչ թե գործերը հանդիսանում են պատճառ փրկության, այլ նրանք ինդիկատորն են, որը ցույց է տալի, որ այն հավատքը, որ կա, այն իրական է, այսինքն այն կենթանարար հավատն է, ոչ թե մահացած հավատք, այն փրկության բերող հավատն է։ Եվ հիմա սրանից հետո ասում է շատ վարդապետներ մի լինեք եղբայր 3-րդ գլխի առաջի համարից, գիտենալով, որ մեզ դատաստան պիտի ունենք։ Հակոբոսը չի ասում, որ վարդապետության ձգտումը սխալ բանական բացասական բան է։ Ուղղակի ինքը ցույց է տալի, որ քանի որ, տեսեք, երկրորդ համարը ասում է, որտեղ շատ բաներով մեղանչում ենք ամենս, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձարել։ Ինքը ցույց է տալի, որ քանի որ այս ընթացքի մեջ մենք կատարյալ չենք եւ մեղանչում ենք բոլորս շատ բաների, ամենս շատ բաների մեջ,
ցույց է տալի, որ կարևոր մի յուրահատուկ բնագավառ կա, որով առավել շատ ենք մեղաչում եւ դա մեր խոսքերն են, անդրադառնում ասելով վարդապետությունը ավելի զգուշություն է պահանջում, այսինքն եթե մեկը ձգտում է վարդապետության, ուղղակի պետք է հասկանա, որ ինքը ձգտում է մեծ պատասխանատվության Տիրոջ դաշտի մեջ ծառայելու, սրա համար ուղղակի մակերեսորեն մտածել վարդապետ լինելու կամ վարդապետելու, օգտագործել վարդապետության ուսուցումը շատ ուշադիր է, որտեղ մենք պետք է ուշադիր ենք ինչ ենք սովորեցնում, այսինքն ճշմարտությունն ենք փոխանցում կամ ինչ մղումներով ենք դա անում եւ նաեւ որքանով է մեր ուսուցումը եւ մեր կյանքը իրար հետ համահունչ, այսինքն մենք կարանք մի բան սովորեցնենք, մեկ այլ վարքով ապրենք եւ սա նույնպես ուսուցում է վտանգավոր, որ մարդկանց սովորեցնում ենք կեղծավորության, կարակ ուրիշ բան խոսակ, ուրիշ բան անեք, այսինքն ամեն դեպքում Հակոբոսն անդրադառնալով սրան մի կարևոր շեշտ է շեշտում, որը մեր քրիստոնեական ընթացքի մեջ շատ կարևոր է մեր այս հարցին պատասխանելու համար։ Տեսեք, երկրորդ համարում, երրորդ գլխին ասում է, որտեղ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եվ ինքը սա խոստովանում է, որ այո, մենք դեռ կատարյալ չենք, մեղանչում ենք, եւ ասում է, առավել խոսքով ենք, եթե մեկը կարա խոսքով չմեղանչի, ուրեմն ինքը կատարյալ է եւ իր մարմինը կարա ամբողջությամբ սանձի, բայց այդպես չի։ Եվ հիմա սա ինքը օգտագործում է, որովհետեւ մենք զգուշանանք, բայց մեր հարցին պատասխանելու համար մենք հասկանում ենք, որ խնդիր կարա առաջանա, երբ որ անձը հոգեվոր ընթացքը ճիշտ չընկալելու հետևանքում, երբ որ ինչ որ մի պարագայում մեղք կա գործում եւ հանցանքի զգացում ունենում, այդ հանցանքի զգացումը ի վերջո կարա նրա կյանքում բերի սխալ ընկալում Կորինթոսի 11-րդ գլխի Կորինթոսի նամակի 11-րդ գլխի հետ կապված, ինքը կարա իրան զրկի հաղորդությունը մասնակցելուց կամ ինքը հասկանա, որ իր այդ հանցանքի զգացումը իրան անարժան է անում, որպեսզի ինքը մոտենա Քրիստոսի մարմնի եւ արյան խորհրդանիշին, այսինքն այդ հաղորդությանը մասնակից լինի, ինքը իրեն համարում է անարժան։ Հիմա, որpիսի մենք տեսնենք այս հարցի պատասխանը, այսինքն իրականում այս ճշմարիտ է թե ոչ, մենք պետք է տեսնենք արդյոք կոնտեքստը, այսինքն առաջի Կորինթոսի 11-րդ գլուխը արդյոք խոսում է այս անարժանության մասին, որտեղ այնտեղ բանալի բառեր կա, անարժանությամբ կամ ամեն ով որ անարժանությամբ մոտենա իր մարմնի դատապարտությունն է ուտում կանխում։ Մենք պետք է հասկանանք, արդյոք սա կապված է մեր հանցանքի զգացման հետ։ Օրինակ, երբ որ մեկը մինչև հաղորդությունը տանը կարա խոսքով մեղանչի, այսինքն կնոջ հանդեպ, կին ամուսնու հանդեպ եւ այս մեղքի պատճառով, այս հանցանքի զգացումը կամ խղճի դատապարտություն ունենալով ինքը իրեն համարի անարժան եւ չմոտենա հաղորդության։ Արդյոք մեր այդ հատվածը այդ մասին է խոսում։ Եկեք անդրադառնանք հատվածը եւ ինչպես միշտ մեզ օգնում է համատեքստը։ Համատեքստը կամ կոնտեքստը թագավորում է։ Եկեք անդրադառնանք, կնայենք եւ մոտակա եւ հեռակա կոնտեքստին։ Եկեք բացենք արդեն Առաջի Կորինթոսի 11-րդ գլուխ։ Եվ իմիջայլոց այս սկզբունքին հետևողները վերցնում են 27, 28, 29 համարները եւ այդ համարների ներքո նրանք ասում են, տեսեք, այստեղ ասում է, որ անարժանությամբ չմոտենանք Տիրոջ մարմնի ճաշակելու։ Եկեք անդրադառնանք, տեսնենք սա այդ անարժանության մասին է խոսում, թե այլ սկզբունք ունի։ Տեսեք, ընդհանուր միտքը հաղորդության հետ կապված Առաքյալը ներկայացնում է 17 համարից, 11-րդ գլխի 17 համարից, բայց այստեղ ուշադիր պետք է լինենք։ Հաղորդության մասին խոսքը այն առավել նպաստող միտք է, գլխավոր միտքը այս հատվածում կապված է Քրիստոսի մարմնի կամ երբ որ Քրիստոսով մենք մկրտվեցինք մեկ մարմնի մեջ, դարձանք այդ մեկ մարմնի անդամները, մեր այդ անդամներ լինելու իրար հետ հարաբերության, այսինքն այս հատվածը առավել գլխավոր միտք ունի, ինչ միտք է զարգացնում 17-ից, մեր իրար մոտ հավաքվելը այն նպաստում է հոգևոր շինության մեր անդամների, թե բաժանում է բերում, թե ավելի վատթարագույնի։ Եվ 17 համարում այս մասին է խոսում եւ կուզեմ մինչեւ 17-ը նաեւ մենք տեսնենք ինչի մասին է, որտեղ անդրադառնում է ավանդույթի։ Տեսեք, նույնպես օրինակ 16 համարում կարդում ենք, բայց եթե մեկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորություն չունենք, եւ ոչ էլ Աստծո եկեղեցին է։ Եվ այս հատվածը ուղղակի ամբողջացնում է այն սկզբունքը, որ Քրիստոսի մարմնի մեջ կա իերարխիա, կա կին, կա ամուսին եւ կնոջ գլուխը ամուսինն, ամուսնու գլուխը Քրիստոս, Քրիստոսի գլուխը Աստված Հայրը։ Եւ հիմա այս իերարխիան պաշտպանելը ուղղակի նույնպես հոգեվոր սկզբունք է, որ ավանդույթ ուներ իր մեջ, այսինքն նույնիսկ կնոջ գլխաշորի իր գլուխը ծածկելը որոշակի մշակույթի մեջ այն արտահայտում էր աղոթքի ժամանակ
ուղղակի արտահայտություն, որ ինքը չի հանդիսանում եկեղեցու գլուխ, ինքը չի հանդիսանում եկեղեցու առաջնորդ, այլ ինքը իր վրա ունի ամուսին։ Ինչի, այսինքն այս ծածկոցը ցույց է տալի, որ ինքը չի ղեկավար, որտեղ աղոթքի ժամանակ, երբ որ ինքը խոսում էր, չլինի, որ այնպես մեկը տեսնի նրան առաջնորդել ընկալումով, այսինքն չասի, որ ինքը եկեղեցին առաջնորդում, այս պատճառով, որպեսզի այս սկզբունքը արտահայտի, որ իր վրա գլուխ ունի ամուսին, ինքը այս ծածկոցն օգտագործում էր յուրահատուկ հատվածում, որտեղ խոսքը գնում էր աղոթքի մասին։ Հիմա չեմ ուզում անդրադառնալ սրան, եթե կլինի ժամանակ այս հարցին նույնպես մանրամասնորեն կնայենք իրար հետ ամեն մի բանալի համարներով, եւ սրանից հետո ենք ասում, եթե մեկը հակառակվի մեր այս ճշմարտությանը, մենք ուրիշ սովորություն չունենք եւ ոչ էլ Աստծո եկեղեցիները, այսինքն այդ ընդհանուր իերարխիան, այդ կնոջ գլուխը ամուսին, ամուսնու գլուխը Քրիստոս, Քրիստոսին ասած, մենք ուրիշ Աստծո եկեղեցիները ուրիշ սկզբունք չունեն, որ ուրիշ կերպ վարվեն։ Եվ ցույց է տալի, որ այդ սկզբունքը արտահայտում է որոշակի ավանդույթով գլուխը ծածկելով։ Հիմա սրանից հետո ինքն անդրադառնում է 17 համարին եւ նույնպես խոսում ընդհանուր, տեսեք, Կորինթոսի եկեղեցին ունի խնդիրներ եւ այդ խնդիրները, երբ որ բարձրաձայնում է առաքյալը, այդ խնդիրներից ուղղակի մենք տեսնում ենք կոնկրետ եկեղեցու հոգեվոր հասակը։ Եթե մի փոքր բնութագիր տանք Կորինթոսի եկեղեցուն, այն մարմնավոր եկեղեցի է, ինչ առումով, այն Քրիստոսի մեջ, այսինքն վերստին ծնված, բայց հոգեվոր հասակ չունեցող Քրիստոսի մեջ մանուկ են, ասում չէ որ մանուկ եք, չէ որ մարդկորեն եք վարում, հակառակություն, չարություն կա ձեր մեջ, նախանց կա ձեր մեջ։ Այսինքն սրանք բոլորը ցույց են տալիս, որ որքանով էլ որ նրանք եկել են Քրիստոսի մարմնի մեջ, դեռ մարդկորեն շարունակում են վարվել իրար հետ, իրար նկատմամբ։ Եվ այս նախանձը իրար նկատմամբ էր արտահայտվում։ Այս չարությունը, հակառակությունը իրար նկատմամբ էր։ Եվ Քրիստոսը իր եկեղեցու ընթացքի մեջ որպես կարևոր շեշտ իրար մոտ գալը օգտագործում էր որպես լծակ մեզ որպես մեծ ընտանիք ընկալելը Քրիստոսի մեջ մենք իրար ավելի մոտենալը հիմա առաքյալը 17-ում ասում է բայց այս էլ պատվիրում եմ պատվերովս չեմ գովում որ դուք ոչ թե դեպի լավագույնն եք այլ վատթարագույնն եք ժողվում որ մենք հավաքվում ենք իրար մոտ ոչ թե դեպի լավագույնը որ մոտենանք մտերմություն ավելի ուժեղանա մեր այլ դեպի վատագույն, այլ բաժանումներ կա եւ հետեւից 18 համարում ասում է, որտեղ նաեւ նախ եւ առաջ երբ որ մեկտեղ ժողվում եք եկեղեցու մեջ, լսում են որ բաժանումներ կան ձեր մեջ եւ մասամբ էլ հավատում են։ Եկեք հիշենք, որ մենք խոսում ենք հաղորդության մասնակցելու մասին եւ անարժանաբար մոտենալու։ Եվ հիմա սա ավելի բանալի միտքն է, ավելի սկիզբն է մտքի զարգացման, որ ցույց է տալի ինչի մասին է խոսքը այստեղ գնում։ Խոսքը գնում է, երբ որ եկեղեցին մեկտեղ ժողվում է։ Բայց մի կարևոր սկզբունք եկեղեցին մեկտեղ ժողովելու հետ կապված մի ավանդույթ կա, որ առաջի դարում այս եկեղեցին պահպանում էր։ Դա տերունական ընթրիք հասկացողությունն է։ Նրանց իրար մոտ գալը առաջնորդվում էր կամ ուղեկցորդվում էր նաև այդ ընթրիքի մասնակից լինելով։ Այսինքն այդ եկեղեցում կային հարուստներ, կային աղքատներ, կային ճորտեր, կային տերեր եւ բոլորը Քրիստոսի մեջ մեկ եղած այդ մի մարմնի մեջ էին եւ նրանց իրար մոտ հավաքվելը ուղեկցորդվում էր նաեւ այդ իրար հետ ընթրիք անելով եւ հիմա առաքյալը ցույց է տալի այդ ընթրիքի ընդհանուր նպատակը եւ այդ նպատակի անհասկացողությունը, որը սերտ կապված է Քրիստոսի կատարածի հետ եւ այդ Օղակներում այնք առաջ քաշում բարերը անարժանությամբ։ Եկեք ընթերցենք 27-ից 29-ը, որը հիմք են վերցնում մարդիկ եւ ասում են, այստեղ խոսում է, որ մենք անարժանաբար չպիտի մոտենանք։ Եվ ինչի նկատի ունի այստեղ անարժանաբար։ Եկեք նայենք 27-ից 29-ը։ Ուրեմն ով որ այս հացն ուտե, կամ տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդը փորձե իր անձը եւ ապա այն հացից ուտե եւ այս բաժակիցը խմե։ Որովհետև անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում տիրոջ մարմինը։ Տեսեք, ինչպես սկզբից ես ասացի 17-րդ համարում առաքյալը զարգացնում է միտքը, 17 համարում առաքյալն ասում է, բայց այս էլ պատվիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թե դեպի լավագույնն եք, այլ դեպի վատթարուգույնն եք ժողովում։ Իսկ երբ որ իրար մոտ գալիս եք, օգուտ չի լինում, այլ վնաս է լինում։ Եվ ամբողջացնում է 34 համարում, տեսեք 34 համարում, որպեսզի տեսնեք, որ սա նույն մտքի շարունակությունն է։ Ապա եթե մեկը սոված է, թող իր տանն ուտե, որ դատապարտության համար չժողվեք, բայց ուրիշ բաներ, երբ որ կգամ, այն ժամանակ կպատվիրեմ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ իրար մոտ գալը բանալի միտքն է հանդիսանում, իսկ միջանկյալ ինքն անդրադառնում է հաղորդության։ Հիմա ինչի հետ է կապված անարժան լինելը, ինչի հետ է կապված դատապարտություն ուտելը, մենք կնայենք արդեն ընդհանուր համատեքստի մեջ։
Ընդհանուր համատեքստը մեզ խոսում է, որ Աստված իր Քրիստոսի մարմինը եկեղեցու մեջ դրել է մի լծակ կարևոր շեշտ, որ պիտի միացնի հավատացյալին եւ հավատացյալին անի մեկ մարմնի տարբեր անդամներ, մեկը մյուսին ծառայելով, մեկը մյուսի հանդեպ սեր արտահայտելով։ Եվ դա իրար մոտ ժողովելն է։ Հիմա Առաքյալն ասում է այդ ամենը, ինչը որ Տերը դրել է, որպիսի իր եկեղեցին միաբան անի, դա ձեր մոտ ստացվում է հակառակ process-ը, հակառակ պտուղ տալի։ Դուք բաժանվում եք այդ միության միջոցով։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, ես հիմա կընթերցեմ 17, 18, 19 եւ մի փոքրիկ մեկնաբանությունով կգնանք առաջ, որպեսզի դուք տեսնեք, որ կոնտեքստն այդ մասին է։ Բայց այս էլ պատվիրելով չեմ գովում, որ դուք ոչ թե դեպի լավագույն, այլ դեպի վատթարն եք ժողովում, որտեվ նախ եւ առաջ, երբ որ մեկտեղ եք ժողովում եկեղեցու մեջ, լսում եմ, որ բաժանումներ կան ձեր մեջ եւ մասամբ էլ հավատում եմ։ Երբ որ գալիս եք, բաժանումներ ա լինում։ Հիմա հետևից էլ ասում է, որովհետև հերձվածներ էլ պիտի լինեն ձեր մեջ, որ ընտիր լինողները հայտնի լինեն ձեզանում։ Հերձվածներ առավել կապված է թե ուսուցման, թե մի հարց, որ բարձրացնում էին, այսինքն հերձվածներ դրանք են, որոնք չեն ընկալում Տիրոջ մարմինը, որոնք իրականում Տիրոջ մասին սխալ ընկալում են։ Նույնիսկ հիշում եք, եկեղեցում կար սխալ վարդապետություն, նրանք ասում էին մեռելների հարություն չկա։ Ասում են ձեզանից ոմանք կասեն ինչպես մեռելները հարություն կառնեն։ Եվ Առաքյալն անդրադառնում ասում այ անմիտ։ Հիմա տեսեք, այս սկզբունքի մեջ Առաքյալը 20 համարում անմիջապես անդրադառնում է մի կարևոր ավանդույթի, որը պահպանվում էր։ Այսինքն այդ իրար մոտ գալը ուղեկցորդվում էր, այսինքն առաջնորդվում էր այդ իրար հետ ընթրիք անելով։ Ինչպես նաև Քրիստոսը, եթե հիշում եք, Քրիստոսը նույնպես իր աշակերտների հետ, երբ որ ավետարանչությունից գալիս էին, շատ հաճախ նրանք իրար հետ հավաքվում եւ ընտրում էին, ինչ որ մեկի տանը, կամ նույնիսկ երբ որ Քրիստոսը խոսեց այդ հաղորդության խորհրդի մասին, խոսեց այդ զատիկի ընթրիքի օղակներում, զատիկի տոնի առիթով նրանք ընթրիք էին անում եւ այդ ընթրիքի մեջ ինչ որ մի ժամանակ հատված մի մաս վերջում Քրիստոսը վերցրեց հացը եւ գինին եւ այն խորհուրդ տվեց իր մարմնին եւ ասեց սա հիշեք ամեն անգամ երբ որ այս գինուց կամ այս հացից կուտեք, այսինքն այս մասից այս հատվածից ոչ թե ամբողջ ընթրիքը, այլ այդ ընթրիքի մեջ այդ հատվածը։ Հիմա նույնը ասում է Առաքյալը 20 համարում, արդ երբ որ մեկտեղ ժողովում եք, սա տերունական ընթրիք ուտել չէ։ Տերունական ընթրիք ուտել չէ, այսինքն երբ որ դուք մեկտեղ ժողովում եք, սա տերունական ընթրիք ուտել չէ։ Այսինքն տերունական ընթրիք ուտել կնշանակի մեկը մյուսին սпасել, մեկը մյուսի մասին մտածել, մեկը մյուսի մասին հոգ տանել։ Այսինքն իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ ամեն մեկը իր փորի մասին է հոգ տանում։ Այսինքն իրար մոտ ժողվելը առավել արտահայտվում է ոչ թե իրար շահը փնտրելով, այլ ամեն մեկն իր շահը փնտրելով։ Դա համար ասում է այս ձեր իրար մոտ գալը այս տերունական ընթրիք ուտել չի, այլ ընդհակառակը ասում է, դե հետևից 21-ում ասում է, որ ամեն մեկն առաջ իր ընթրիքն անում է ուտելու ժամանակ, եւ մեկը սոված է, իսկ մյուսը հարբած։ Այստեղ բառը, որ օգտագործված է, ամեն մեկը ուտելու ժամանակ իր ընթրիքն է անում, այն բառը, որ նշանակում է փախցնում է, այսինքն ինչտավա որ չեն եկել, ես մի անգամից ուտեմ, նրանք էլ գալիս էին սոված էին, տեսեք, հարուստները ավելի շուտ էին գալի եւ տերերն ավելի շուտ էին գալի, իսկ ճորտերը եւ աղքատները ավելի շուտ նրանք աշխատում էին եւ սա մոտարապես ընթրիք էր, այսինքն երեկոյան ժամի էր ավելի։ Եվ երբ որ գալիս էին, տեսնում են էլ սեղանի վրա բան չկա եւ Առաքյալը դրա համար ասում է դուք աղքատներին արհամարում եք կամ առավել բառ օգտագործում, ասում է դուք Աստծո եկեղեցին եք արհամարում։ Այսինքն դուք չեք մտածում այդ մարդու մասին, որ գործից եկել է պիտի հաց ուտի։ Այսինքն դուք դրա մասին չեք մտածում, որ այդ ընթրիքը ասում է դուք վերածել եք կշտանալու սկզբում, բայց դրա խորհուրդը Տիրոջ կատարածը հիշելն է։ Դրա խորհուրդը ավելի իրար մասին հոգ տանելն է։ Գալու եք, ինչպես Քրիստոսը մեզ համար արեց, դուք իրար համար պիտի անեք։ Այսինքն այս խորհուրդը չէին ընկալում, այսինքն այս բառի մեջ, այս օղակներում անարժանաբար մոտենալը ոչ թե կապված է որ անձը ինչ որ միտեղ մեղքի հանցանք ունի եւ չպիտի մոտենա, այլ անարժանաբար մոտենալ նշանակում է չէին որոշում այդ ընթրիքի խորհուրդը, որ իրար հետ պիտի միանան, այլ ավելի ամեն մեկն իր անձի օգուտներ փնտրում։ Եկեք տեսնենք սա այսպես է թե ոչ, տեսեք։ 19 համարից ընթերցենք եւ որպեսզի հասկանան դառնա, որտեվ հերձվածել պիտի լինի ձեր մեջ, որ ընտիները լինողը հայտնի ձեզանում լինեն, արդ երբ որ մեկտեղ ժողվում եք, սա տերունական ընթրիք ուտել չէ։ Ինչի բացատրում է, որ ամեն մեկն առաջ իր ընթրիքն անում է կամ պարլամբանը, որ նշանակում է փախցնում է, ամեն մեկ իրենը առաջինը վերցնում է իրենը եւ որ ամեն առաջին իր ընթրիքն անում ուտելու ժամանակ եւ մեկը սոված է, մյուսը արբած, միթե տուն չունեք ուտելու եւ խմելու։ Կարևոր խորհուրդ է։
կամ թե Աստծո եկեղեցին արհամարում եք եւ չքավորներին ամանչեցնում, ձեզ ինչ ասեմ, գովեմ ձեզ, այդ բանում չեմ գովում։ Առաքյալը ցույց է տալի, որ եթե դուք նույնիսկ սոված եք, ավելի լավ է ձեր տունը ուտեք, որպիսի այդ ընթրիքը չվերածվի կշտանալու, այդ ընթրիքը վերածվի իրար հետ հարաբերվելու։ Ինչպես ենք մենք, երբ որ մեր ընտանիքներում մենք գալիս ենք ամեն մեկս աշխատանքից եւ հարմարում է, որ մենք իրար հետ նստենք, հաց ուտենք, իրար հետ կիսվենք, առավել մեզ մտերմացնում է, որտեղ մենք նույն հացն ենք ուտում, նույն սեղանից ենք ուտում, մենք իրար ընտանիքի անդամներ ենք։ Այս նույն խորհուրդը կար այդ առաջի դարում։ Հիմա առաքյալն ասում է, արդ երբ որ մեկտեղ ժողվում եք, սա տերունական ընթրիք չի։ Տիրոջ հետ ընթրել չի։ Դուք Տիրոջը հանել եք, ամեն մեկը տեր եք դարել, ամեն մեկը ձեր ուտելիքն եք ուտում շուտ։ Իսկ այն մեկը գալիս է եւ այսինքն չի նպաստում ձեր այս արարքը, չի նպաստում, որ եկեղեցին միաբանվի եւ շինվի, այլ նպաստում է, որ եկեղեցին բաժանվի։ Դուք արհամարում եք Աստծո եկեղեցին։ Այս դրա հետ էր կապված խորհուրդը։ Հիմա ավելի խորը, տեսեք, ընդհանուր եթե մենք հայացք նետենք Կորինթոսի առաջին ամակին, կտեսնենք, որ այդտեղ կար խնդիրներ, կար արդեն բաժանումներ, եւ բաժանումները նույնիսկ մարդիկ Աստծո խոսքը ընկալում էին փիլիսոփայություն, կյանքի մասին նոր տեսություն եւ վարդապետերին փիլիսոփաներ, որպես Պողոսին, ես Պողոսյան եմ, մեկը ես Կեփասյան, մեկը Քրիստոսյան, նույնիսկ Քրիստոսին էին փիլիսոփան կալում, այսինքն կյանքի մասին տեսություն տվողներ։ Հիմա այս սկզբունքի մեջ նաեւ ինքն անդրադառնում է, որ ձեր ժողվելու մեջ էլ կա խնդիր։ Ինչի՞ Օրինակ տեսեք, ընդհանրապես ինչ խնդիր կարա լինի։ Մենք գիտենք, որ եկեղեցու մեջ ամեն դարաշրջանում կա եկեղեցու մեջ հոգևոր հասակի տարբերություն։ Կան հոգևոր հասուններ, կան հոգևոր տկարներ։ Հիմա հոգևոր հասունների մասին շատ խորհուրդ կա։ Առաքյալն ասում է, դուք որ հոգևոր եք, տկարների տկարությունը վերցրեք, այսինքն դուք պետք է նրանց հետ ավելի խոնարհվեք, որպեսզի նրանք տեսնեն ձեր խոնարհությունը որպես հոգևորի եւ նրանց կյանքում օրինակ դառնաք։ Պետք չի դուք ձեզ բարձրացնեք եւ նրանց ցածրացնեք։ Այսինքն ամեն դեպքում այս հոգևոր հասունության այս process-ի մեջ պետք չի, երբ որ մեկտեղ գալիս ենք, հարցեր բարձրացնենք, որ գիտենք, որ այդ հարցերը վեճեր են առաջացնելու։ Տեսեք, կա հոգևոր որևէ մեկ թեմայի շուրջ տարբեր տեսանկյուններ։ Եվ եթե գիտեք, որ այդ տեսանկյան վրա առաջանալու է վեճ, պետք չէ տեսանկյունը այդ ժողովի ժամանակ, այդ իրար մոտ գալու ժամանակ այդ մասին խոսեք, որտեվ առավել պետք է, որ մենք իրար կյանքում շինություն լինենք, մեկը մյուսին օրինակ լինենք, մեկս մյուսին ծառայելով։ Ինչի նկատի ունեմ, պետք չէ այդ հարցերը բարձրացնել, որովհետև միշտ կան հարցեր, որոնց շուրջ կան համաձայնություն, կլինի ճշմարտությունը կեղծիքի հետ բախում, կլինի երկու կեղծ կարծիքներ իրար բախում, ամեն դեպքում այդ վայրը չի դա, ամեն դեպքում Աստված այդ լծակը չի դրել, որպեսզի մենք այդ հարցերը բարձրացնենք, այսինքն փոխանակ մեր ուշադրությունը այդ հարցերի վրա ուղենք, մեր ուշադրությունը պիտի ուղենք դեպի Տերը, այսինքն այդ մոտեցումը, այդ ընթրիքի ժամանակ մեր ամեն մեկի ուշադրությունը Տիրոջ վրա պիտի լինի, եւ ինքը սա է ասում, այսինքն սա ասում է տերունական ընթրիք չի։ Սա ձեր ուտել խմելու ընթրիքն եք սարքել, սա ձեր կշտանալիքն եք սարքել, բայց սա դրա նպատակը չունի։ Այս ընթրիքի նպատակը, որ դուք իրար համար շինություն լինեք։ Եվ այդ ընթրիքի մի շրջան, մի մասնիկ նաև նվիրված էր հաղորդության։ Դրա համար ինքն ասում է, եւ դուք եթե ընթրիքը վերածել եք այսպիսի մի բանի, դուք չեք որոշում Տիրոջ մարմինը, չեք հասկացել, որ այդ Տիրոջ կատարածի շնորհիվ է, որ դուք եկել եք այդ մեկ մարմինի մեջ որպես անդամներ, եւ դուք իրար անդամներ չեք ընդունում, ամեն մեկը ձեր օգուտն եք փնտրում։ Եվ ինքը այս մասին խոսում է մոտակա կոնտեքստում, 10-րդ գլխում ինքը ասում է մենք ամենքս մեկ հացից ենք ուտում։ Արդեն 12-րդ գլխում հերակա կոնտեքստում ասում է եւ մենք այդ նույն հոգուց խմեցինք, մեկ մարմնի մեջ մկրտվեցինք, հոգին մեզ մկրտեց, թաղեց այդ մեկ մարմնի մեջ։ Սրանք շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ընդհանուր կոնտեքստի մեջ ինչ է խոսում, ինչ է նշանակում անարժանաբար, ինչ է նշանակում ամեն մարդի դատապարտությունն է ուտում։ Սա ուղղակի կապված է այդ իրար հետ ժողվելու եւ այդ ժողվելու խորհուրդ որպես այդ ընթրիքը սխալ ընկալելու հետ։ Ոչ թե որ մենք ունենք հանցանքի զգացում, ուրեմն այդ օրը չմոտենանք հաղորդության։ Հակառակը, եթե առաքյալ այնտեղ բառերը օգտագործել, որ ես մաղ կարդալու եմ, ինքն ասում է ամեն մեկը եթե քնի իր անձը, փորձի իր անձը, նոր մոտենա։ Այսինքն եթե ես իմ անձը դատեմ, Տերից չեմ դատվի։ Ինչ է նշանակում Տերից դատվել։ Եթե ես իմ անձը չեմ դատում, չեմ ընկալում, որ ես մեղավոր եմ, Տերը ինձ կդատի, եթե չեմ հասկացել, որ ես մեղավոր եմ, ինչի համար հայաց է Քրիստոսը։ Բայց եթե ես դատում եմ, հասկանում եմ, որ ես Քրիստոսի այդ հիշելու, նրա թափած արյունը հիշելու առավել կարիք ունեմ, ոչ թե պիտի փախչեմ այդ հաղորդակցությունից, այլ առավել, եթե դատել եմ իմ անձը, տեսել եմ, որ մեղավոր եմ, այնից պիտի մղի այն ճաշակելու եւ հիշելու Տիրոջ կատարածը, եւ այն կիրառելու իմ մեղքի հասկացողության, այսինքն իմ հանցանքի զգացողության վրա, հասկանալով, որ
Տերը այդ մեղքիս համար արյունա թափ է։ Եվ սա է որ մխիթարություն է դառնում, ոչ թե հաղորդությունից քեզ զրկել, քանի որ հանցանքի զգացում ես։ Այստեղ ինքը ի նկատի ունի այդ խորհուրդը, այդ միության, միաբանության խորհուրդը չեք հասկացել։ Սրա մասին ասում անարժանաբար, եթե մեկը այդ ընթրիքին կամ այդ միությանը մոտենում է իր փորը կշտացնելու, չի հասկանում ինչի համար է այդ ընթրիքը։ Այստեղ է խորհուրդը, ոչ թե մեղքի հանցանքի զգացման։ Տեսեք, այսինքն եթե առաջի սկզբունքը մենք տեսնում ենք, որ հարցերը, որոնք վեճ են առաջացնում, պետք չի այդ ընթացքում, եւ երկրորդ մենք տեսնում ենք, որ չէին կարողանում հասկանային այդ ընթրիքի բուն նպատակը։ Սա երկրորդ որ առաքյալն առաջակաշում եւ ամբողջացնում է։ Եկեք ընթերցենք եւ անմիջապես ինքը հիշում է նաեւ այդ ավանդույթը ինչպես է փոխանցվել Տերից։ Տեսեք 20-22 միթե տուն չունեք ուտելու եւ խմելու, կամ թե Աստծո եկեղեցին արհամարում եք, խոսքը վերաբերվում այդ ընթրիքը ճիշտ չանցկացնելու արհամարում եք չքավորներին ամանչեցնում, ձեզ ինչ ասեմ, գովեմ ձեզ, այդ բանում չեմ գովում։ Դուք չքավորների կյանքում փոխանակ շինություն լինեք, նրանց ամանչեցնում եք։ Այսինքն ձեր հարուստ լինելը, այն որ դուք շուտ եկեք, դա եք առաջ քաշում։ Ձեր կշտանալը, մեկը հարբած է, իսկ մեկը սոված է։ Այսինքն սա ընթրիք չի, սա մեկը մյուսին սпасել չէր, այլ ընդհակառակը մեկը մյուսից շուտ ուտել ու գնալն էր։ Այսինքն այստեղ չկար մեկը մյուսին շինություն լինելը։ Դրա համար անմիջապես հետևից 23-ում, որտեվ ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Մյուսը այնպես էլ ընթրիքը ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Ընթրիքը ուտելուց հետո», այսինքն ընթրիք անում են արդեն։ Սա ընթրիքի մի հատված է, վերջում ընթրիք ուտելուց հետո բաժակն առավ եւ բաժակը նրա նոր եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար»։ Այսինքն այս ընդհանուր ընթրիքի, որը հանդիսանում էր Քրիստոսի մարմնի միաբանության ուղեկցող, այսինքն մի իրար հետ ժողովելու սկզբունք, այդ ընդհանուր ընթրիքի մեջ կար մի փոքրիկ բաժին, որտեղ նրանք հիշում էին Քրիստոսի մարմնի ջախջախվելը եւ արյան թափվելը։ Հիմա առաքյալն ասում է, դուք ընդհանուր ընթրիքը չեք հասկացել ինչի համար է դա, որ իրար մոտենաք, որ իրար կյանքում շինություն լինեք, դուք նույնիսկ չեք էլ հասկացել, թե Քրիստոսի մարմինը ինչի է ջախջախվել։ Այս սկզբունքի մեջ է ինքը առաջ քաշում, որ դուք անարժանաբար եք մոտենում այդ ընթրիքին, անարժանաբար եք մոտենում այդ մարմնի եւ կարյան խորհրդին։ Այս դրա մասին է խոսքը։ Տեսեք, որովհետեւ երբ որ ինքն ասում է, որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Ամեն անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք։ Սիրելի եղբայրս, Տերը քո մեղքերի համար է մահացել։ Դու ինքդ քեզ հիշեցու որ Տեր, դու իմ մեղքերի համար ես մահացել։ Այսինքն սա պիտի քո կյանքում գար, երբ որ դու քո անձը փորձես։ Հիմա իբիջոդի սա ասելու է։ Այսինքն երբ որ դու քո անձը փորձում ես եւ լավ հասկանում ես, որ դու մեղանչել ես, դու շատ լավ հասկանում ես, որ դու Տիրոջ կատարածը հիշելու կարիք ունես, որտեղ դրանով է որ քո մեղքերը թողվել են։ Դրանով է որ դու այդ մեծ մարմնի անդամ ես դարձել։ Տեսեք, անմիջապես ուրեմն ով որ այս հացն ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, տեսեք, բայց մինչև այդ 25-ը, այնպես էլ ընթրիքից ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որտեվ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա կգա»։ Առավել մինչև որ նա կգա, հասկացեք, որ դուք սպասում եք նրան, այն հույսը, որ ունեք, որ նա կգա ձեզ վերցնելու, իր կատարած մահն է, իր թափած արյունը եւ կոտրած մարմինն է, դրա պատճառը, որ դուք այդ հույսը ունեք, որ սպասում եք, որ նա մինչեւ որ կգա։ Սրանից հետո ասում է. «Ուրեմն ով որ այս հացն ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, ով անարժանությամբ ուտողը, ով չի որոշում Տիրոջ մարմինը, թե ինչի համար է թափվել, ով չի դատում իր անձը, եւ անմիջապես ասում է, ամեն ով որ այս կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմինի եւ արյունը, այսինքն չի որոշում Տիրոջ մարմինի եւ արյունը, չի հասկացել ինչի համար է Տերը մահացել։ Ուրեմն դրա հետևից ուրեմն թող մարդը փորձե իր անձը, ապա այն հացից ուտե եւ այն բաժակից խմե։ Թող մարդը փորձե իր անձը, փորձել նշանակում է հասկանա ինքը ով է, քնի իր անձը, հասկանա որ ինքը մեղավոր անձ է եւ Տերն է այդ մեղքերի համար վճարել։ Եվ անմիջապես ասում է, որտեվ տեսեք
որտեղ անարժանության պուտող եւ խմող իրանց համար դատաստան է ուտում եւ խում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար էլ ձեր միջումը շատ հիվանդներ եւ ցավագարներ կան, եւ շատերը ննջած են։ Այսինքն այս ընթրիքի խորհուրդը չեք որոշե, որտեղ եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի։ Ինչ է նշանակում մեր անձերը դատեինք, հասկանայինք, որ մենք մեղավոր ենք եւ այդ հասկացողությունը, այդ հանցանքի զգացումը մեզ տաներ դեպի Տիրոջ մահը հասկանալու։ Այսինքն որ նա մեր մեղքերի համար, այսինքն եթե մենք մեզ անձերը չենք դատում, այդ վիճակը չենք ընկալում, մեզ համարում ենք արդարներ, Տերից կդատվենք։ Բայց եթե մենք մեր անձերը դատում ենք, Տիրոջ կատարածը կկիրառվի մեր վրա։ Այս սրա մասին է խոսքը, այսինքն չդատել քո անձը նշանակում է անարժանաբար մոտենալ, չհասկանալ Տերը ինչպես է, ինչն է խնդիրը, որ դու Տիրոջ մարմնի մեջ անդամ ես, որ Տերը քեզ ներել է իր թափված արյունով, չհասկանալ այս խորհուրդը։ Այստեղ անարժանաբար բառը վերաբերվում է այս ճշմարտությունը չընկալելուն, ոչ թե որ դու մեղք ես գործել հանցանքի զգացում ունես, ուրեմն պետք չի որ հակառակը, եթե դու քեզ արդար ես համարում, դու Քրիստոսի կարիքը չունես հիշելու նրա թափված արյան։ Այ երբ որ դու ընկալել ես, որ դու մեղավոր ես եւ շատ մեղանչում ենք մենք բոլորս, սա հասկանալով է, որ դու պիտի վազես հաղորդության, հիշելու նրա թափված արյունը եւ կիրառվի դա, ոչ թե քեզ զրկես դրանից։ Այսինքն այն ընկալումը, որ հանցանքի զգացումը ինձ պիտի հետ պայի Տիրոջ մարմին մոտենալը, սխալ արտադրանք ունի, ինչի։ Ուրեմն դու պիտի արդար լինես, որ մոտենաս Տիրոջ մարմին, բայց դու արդար ես։ Բայց կա արդար մարդ, այս է խնդիրը, արդար ես դրա համար ես մոտենում, ոչ, ընդհակառակը, քո անարժանաբար լինելը պետքա դու մոտենաս, որպեսզի Տիրոջ արյունը կիրառվել է քո վրա։ Սա ավելի խորտ է, տեսեք, այն երբ որ վերածվել է այս հաղորդությունը, որ վերածվել է ծիսակատարության, մանավանդ ուղղափառ եկեղեցիում հերթ են կանգնում, առանց հասկանալու թե այս հաղորդությունը ինչ է իրանից, ինչ խորհուրդ ունի իր մեջ։ Եվ մոտենում են, եւ ես տեսել եմ հովիվ, երբ որ մեկն ասում է, եթե մեկը անարժան է, իրեն զգում թող չմոտենա։ Այսինքն անարժան ազգում իրեն թող չմոտենա, սա սխալ հռչակում է։ Անարժան ազգում, իսկ ով է իրեն արժան զգում Քրիստոսի առաջ։ Կա մեկը, որ արժանի է Քրիստոսի կատարածին, որովհետեւ մեկը արժանի չի, դա ասո ողորմությունով է կատարվել։ Դրա համար ամեն ով որ իրեն զգում է, որ անարժան է, ինքը պիտի մոտենա։ Այսինքն այստեղ անարժանություն բառին սխալ հասկացողություն ենք մենք տալի, ուրիշ բովանդակություն ենք դնում։ Այո, ես անարժան եմ։ Այստեղ անարժան նշանակում է չորոշել Տիրոջ կատարածը։ Անարժան չի նշանակում, որ դու մեղք ես գործել, այլ չես հասկանում, որ Տերը քեզ քո մեղքերը ներել է իր մահով։ Այս սա չես հասկանում, սրա մասին է խոսքը։ Եվ հիմա ավելի ամբողջացնենք, որպեսզի սա տեսնենք եւ երևա։ Տեսեք։ Ուրեմն այս ընթրիքի ճիշտ ընկալումը առավել մեր կյանքում պիտի արտադրվեր մեր մեղքերի խոստովանություն, որ մենք այդ մեղքերի խոստովանությունն այլ հիշում ենք Տիրոջ կատարած, այսինքն մեր մեղավոր վիճակը հասկանալը ոչ թե մեզ պիտի հեռու պահի այդ ընթրիքը ճաշակելուց, այդ հաղորդությունը, այլ ընդհակառակը մեզ մղի այդ հիշելուց եւ այն ճաշակելուց։ Երբ որ ես ասում եմ հիշել, այն չի նշանակում նայել այդ հացին եւ հիշել, այն ճաշակելն էր հիշողություն, որ այս մարմինը, որ ես ճաշակեցի, դա կոտրվեց, որ ես կյանք ունենամ։ Այդ արյուն, այդ գինին, որ ես խմեցի, դա այն արյան խորհրդանիշն է, որ թափվեց, որ իմ մեղքերը թողություն լինի։ Այսինքն այս վիճակը պիտի մեզ մղի ավելի, այլ հանցանքի զգացումը, իմ անձը ճիշտ դատելը ինձ պիտի մղի, որ Աստծուց չդատվեմ։ Այսինքն կիրառվի կիրառվել, այսինքն այն արդեն կիրառվել է։ Հիշեմ այդ կիրառված, ինչի արդյունքում է, որ իմ մեղքերը ներված են։ Այդ նաև այդ իմ կատարած մեղքի համար այն վճարված է։ Ամեն դեպքում սիրելիս մենք հասկանում ենք, որ ինչպես Հովհաննեսը իր առաջի թղթում շեշտում է, եթե խոստովանենք մեր մեղքերը, նա արդար եւ հավատարիմ է, որ մեզ կների ամեն անօրենությունից, եւ հետո ասում է, եթե սա չեմ գրում, ասում է, որ մեղք գործեք, այսինքն մենք սա մեզ չի մղում մեղք գործել, ընդհակառակը սա մեզ մղում է խոստովանելու, որ մենք մեղավոր ենք եւ առավել Քրիստոսի բարեխոսությանը հենվելու, առավել հասկանալու, որ Տիրոջ ողորմությունով թափած այլան շնորհիվ է, որ նա մեր քավությունն է մեղքերի, որ քավությունը մեր ամեն մեղքերի։ Սա առաջի Հովանու առաջի գլխի վերջի հատվածն է, եկեք ընթերցենք նաև սա, որպեսզի հասկանանք։ Խորհուրդով ասում եւ ասում է, եթե հաղորդություն ունենք նրա հետ, տեսեք 7 համարից, բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա լույսի մեջ է, հաղորդություն ունենք իր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի անունով մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե ասենք թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք
եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ եւ արդար է, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը մեզանում չէ։ Եվ հետևից էլ արդեն երկրորդը ասում է, եւ նա քավություն է մեր մեղքի համար եւ ոչ միայն մերին, բայց բոլոր աշխարհի։ Այսինքն այս խորհրդի մեջ ամբողջանում է, որ մենք պիտի մղվենք, ավելի մոտենանք եւ հիշենք, մասնակցենք հաղորդության, հիշելով նրա թափածարյունը։ Այսինքն սա ոչ թե պիտի արգելք լինի մեր հանցանքի զգացումը, ոչ թե պիտի արգելք լիներ, այլ ընդհակառակը մեզ մղեր այդ հիշելու Քրիստոսի կատարածը մեր կյանքում որպես կիրառություն ընկալելու։ Հիմա սրանից հետո շատ կարևոր է մենք հասկանանք, որ առաքյալը այս սկզբունքի մեջ երբեք չի ներկայացնում մեր ընդհանուր հանցանքի զգացումը, այլ ուղակի այն, որ Տերը լծակ է դրել, որպեսզի իրար մոտ գալը նպաստի եւ իրար մոտ գալը մեկը մյուսի շինություն լինի, եւ դա չհասկանալը արդեն վերաբերվում էր անարժան ընկալել, անարժանությամբ մոտենալ նաեւ Տիրոջ մարմին։ Այսինքն մենք չէինք հասկանում, թե Տերը ինչ է արել մեզ համար։ Սա է համարվում անարժանությամբ եւ դրա համար ինքն ասում է, եթե չանեք, Տերը կդատապարտի։ Իսկ եթե մենք Տերից չենք դատապարտվում, որովհետեւ մենք մեր անձերը դատում ենք։ Այսինքն ամեն անգամ երբ որ անձը իր անձը քննելուց հասկանում է, որ ինքը մեղավոր է, դա ուղղակի մղում է նրան, որպեսզի ինքը հիշի Քրիստոսի կատարածը, ոչ թե իրեն հեռու պահի դրանից։ Այս է ամբողջ խնդիրը, որ ուզեցա որ մենք տեսնենք։ Տեսեք 31 համարից, որպեսզի սա ավելի խորը բռնենք մենք, որովհետև եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի։ Հենց այդ է խնդիրը, որ մենք մեր անձերը չենք դատում, այսինքն մենք մեզ արդարներ ենք տեսնում։ Մենք չենք դատում մեր անձերը, չենք տեսնում, որ մենք մեղավոր ենք եւ մեղք ենք գործում, բայց դատվելով Տերից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Ուրեմն եղբայր, երբ որ ժողվեք ուտելու համար, ուշադիր նայեք բառը, երբ որ հավաքվեք ուտելու համար, իրար սպասեցեք։ Ասում դուք տունը ուտելիք չունեք, կերեք, որ հանկարծ չգաք հարցակվեք ուտելիքի վրա։ Տունը կերեք, կշտացեք, որ գաք այստեղ իրար հետ հարաբերվելու համար, չգաք մեկը մյուսին զրկելու եւ չքավորներին ամանչեցնելու, որտեղ այս ընթրիքը Տերը դրել է, որպեսզի դուք շինություն լինեք մեկը մյուսի կյանքում, եւ այդ ընթրիքի արդյունքում օղակնում ինչ որ մի պահ նաեւ հիշեք Տիրոջ կատարածը։ Դուք սա չեք որոշել, ոչ էլ հասկացել եք ընթրիքը ինչի համար է։ Այս սա է ամբողջ խնդիրը, որ ինքը օգտագործում այս բառը անարժանությամբ եւ դատապարտություն եք ուտում։ Սա չեք որոշել, ոչ թե որ հանցանքի զգացում ունեք տունը առավոտյան ինչ որ մի բառով մեղք գործեցիք։ Մեղք գործեցիք, անմիջապես խոստովանեք ձեր մեղքը, ներողություն խնդրեք, շտկեք վիճակը։ Այսինքն դա չի նշանակում, որ առիթ է ձեզ հաղորդությունից զրկելու, ընդհակառակը վազեք հաղորդության, ցույց տալու, որ ձեր այդ մեղքը ներվում է Քրիստոսի կատարածով։ Հիշեք դա։ Ուրեմն սա կարող է հիշեցրեք ձեր դիմացինին։ Ուրեմն սա է, եւ անմիջապես, ուրեմն եղբայր, երբ որ ժողվեք ուտելու համար, իրար սպասեցեք։ Ապա եթե մեկը սոված է, թող իր տանը ուտե, որ դատապարտության համար չժողվեք նորից, որ դատապարտության համար չժողվեք։ Ինչ է այստեղ դատապարտությունը։ Ուտել, չորոշել, որ դա այդ ընթրիքը այլ նպատակ ունի։ Այդ ժամանակ դուք դատապարտում դες, երբ որ այդ ընթրիկին ճիշտ նպատակը չեք ընկալում, ուտում եք կշտանալու համար։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն տեսեք համատեքստը մեզ ուղղակի բերեց հասցրեց ճշմարտության։ Հիմա մենք հասկանում ենք, որ երբեք չի կարելի, եթե մեկը մեղք է գործել, դա նշանակում է ինքը դառավ անարժան, մինչև այդ արժաներ, հիմա անարժան դառավ Տիրոջը մոտենալու, Տիրոջ մարմնի ճաշակելու այդ խորհրդանիշը։ Սիրելիներս, դրա մասին չի խոսքը։ Այստեղ դատապարտության համար չժողվեք, սա նշանակում է, որպեսզի սպասեք եւ դատապարտել հարցակվեք կերակուրյա։ Կերեք ձեր տունը, որ չհարցակվեք եւ դատապարտության համար չհավաքվեք։ Այսինքն դատապարտությունը կապված է ձեր ագահության հետ, որ կերակ մյուսին սոված թողեցիք։ Բայց ուրիշ բաներ երբ որ կգամ, այն ժամանակ կպատվիրեմ ձեզ։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր սկզբունք։ Դատապարտություն, բաժանում հասկացողությունը, դատապարտություն, անարժանություն այս կոնտեքստում նշանակում է չհասկանալ Տիրոջ մարմնի խորհուրդը։ Չհասկանալ Տիրոջ մարմնի խորհուրդը։ Չհասկանալ, որ դու մեղավոր ես եւ քո մեղքերի համար քավություն եղել Քրիստոսի ջարդված մարմինը եւ թափված արյունը։ Չհասկանալ սա նշանակում է այդ ընթրիքը օգտագործել դատապարտության համար։ Եվ այդ ընթրիքը ոչ թե օգտագործել Քրիստոսի մարմնի շինության համար, եւ այդ ընթրիքի մեջտեղում այդ հատվածը հաղորդության, այլ գալ այդ ընթրիկ ուտել եւ խմելու եւ կշտանալու համար։ Դա համար ասում է դուք ձեր տունը ուտելիք չունեք, եթե ունեք կերեք, որ դատապարտության համար չգաք։ Այսինքն որ որոշեք թե ինչի համար եք եկել, որպեսզի շինություն լինեք մյուսների կյանքում։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։